եւ հոգին սրբո ամեն։ Ես եմ կենացածը, ով դեպի ինձ գա, քաղճի զգա, եւ ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։ Տերը այսպես է հռչակում կյանքը եւ անմահությունը, կյանք, որով անցնում է մարդկությունը, մինչև Տիրոջ երկրորդ գալուստը խոստացված։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա ավետարանական ընթերցումը ժամանակային առումով հաջորդում է հացի բազմացման հրաշքին, ինչից հետո Հիսուս Բեթսայդայից անցնում է Կափառնայումում եւ մտնում ժողովարան։ Շաբաթ օրերին հատուկ սովորությամբ պաշտոնապես զբաղվում էր Սուրբ Գրքի մեկնաբանությամբ եւ ժողովրդին խրատելով։ Այստեղ Կափառնայումում տեղի ունեցավ ընդարձակ քարոզչություն եւ այստեղ այս քարոզչության յուրահատուկ հանգամանքն այն է, որ այն ընթանում է Հիսուսի եւ ժողովրդի հարց ու պատասխանով, Հիսուս Քրիստոսի մեկնաբանություններով եւ ժողովրդի կողմից ընդմիջումներով, ընդհատումներով, այնպես որ այս քարոզչությունը նման է երկխոսության եւ ավելի շատ վիճաբանության, քան թե արձակճառի։ Եվ երկխոսությունը այդ քարոզչությունը սկսվում է հրեաների Հիսուսին փնտրելու հանգամանքով, երբ մոտենում են Հիսուսին եւ ասում են. «Ռաբբի, երբ եկար այստեղ»։ Եվ Հիսուս ասում է, որ ձեր ցանկությունը, ձեր սրտի փափագը անկեղծ չէ, անկեղծ հոգուց չէ, անկեղծ զգացումներից չէ, որովհետև ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ աստվածային նշաններ եմ կատարում, այլ նրա համար, որ ձեզ կշտացրեցի, ձեզ հաստատվեցի, որը հաստատուն կյանք չի տա։ Բոլորդ այդ նյութական կերակուրի մասին եք փնտրում։ Եթե կերակուր եք փնտրում, ապա փնտրեք հավիտենական կյանք տվող կերակուրը, որ աստվածային վարդապետությունն է, եւ այն կարող է տալ միայն մարդու որդին, ում հայրը սահմանեց այդ պաշտոնին։ Այս լսելով հրեաները մի պահ ստացվեցին, զգաստացան, հասկացան, որ չարժե մի փոր հացի համար այդպես իրար անցնել, եւ ապա Հիսուսին ասում են. ուրեմն ինչ անենք, որպեսզի Աստծո ուզած գործերը կատարենք։ Եվ Հիսուս ասում է, որ Աստծո ուզած գործն այն է, որ ճանաչեք, ընդունեք եւ հավատաք Աստծո ձեզ ուղարկվածին։ Այդ դեպքում հրեաները ասում են, ուրեմն ինչ փաստ, ինչ նշան, ինչ հրաշք կարող ես գործել ցույց տալ, որ մենք հավատանք քեզ, որովհետեւ Բեթսայդայում կատարվածը այնքան էլ մեծ բան չէ։ Սրանով հրեաները ակնարկում են, որ Մովսեսի գործած հրաշքի դեմ քո գործած հրաշքը այնքան էլ զորավոր բան չէ, որ մենք Մովսեսին թողնենք ու քեզ հետևենք, կամ քո ետևից։ Եվ այստեղ Հիսուս արդեն պարտավորվում է ճշտել աստվածային գործերի հեղինակին, որովհետև հրեաները երկնքից հաց իջեցնելը վերագրում էին Մովսեսին։ Եվ Հիսուս ասում է. լավ իմացեք, երկնքից մանանա իջեցնողը ձեզ համար Մովսեսը չի եղել, այլ երկնավոր հայրը, որ այն ժամանակ նյութական հաց տվեց ձեզ։ Իսկ այս ժամանակ կյանքի հացն է իջեցրել, որ ես ձեզ առաջարկում եմ։ Հիսուսի այս խոսքերից որոշ հրեաներ կարծես զգացին այդ հացը մշտապես ունենալու կարիքը եւ ասացին. Տեր, մեզ միշտ տուր այդ հացը։ Եվ Հիսուս ասում է. ես եմ կենաց հացը, ով դեպի ինձ գա, քաղճի զգա, եւ ով ինձ հավատա, երբեք չի ծարավի։ Բայց Հիսուսի այս խոսքից էլ այլ հրեաներ գայթակղվեցին եւ սկսեցին տրտնջալով ասել. բայց մենք նրան ճանաչում ենք, մենք նրան գիտենք, նա Հոսեփի որդին է, ինչպես է ասում, որ ես երկնքից եմ իջել։ Հրեաների համար անհասկանալի էր մնում ոչ թե հաց լինելու խոսքը, այլ երկնքից իջած լինելը։ Եվ Հիսուս տեսնելով, որ այդքանով հանդերձ նրանք չեն կարողանում հեռանալ իրենց նյութական կաղապարված գաղափարներից, ասում է. այդ հացը ես եմ, այդ հացը իմ մարմինն է, ով ուտի իմ մարմինը եւ ընկնի իմ արյունը, ես կբնակվեմ նրա մեջ եւ նա կբնակվի իմ մեջ, եւ վերջին օրը նրան հարություն առնել պիտի տամ։ Ուրեմն, սիրելի հավատացյալներ, մեր նպատակը չէ զարմանալ
աստվածային ձրիակու շնորհների համար։ Տղճությունն Աստծուց է եւ ձրի, ընդունելը մարդուց եւ կամավոր։ Աստծո տվածը շնորհ է, իսկ մարդու կատարածը գործ։ Աստծո շնորհը եւ մարդու գործը իրար հետ համաձայնեցված նախապատրաստում են մեր հոգեվոր փրկությունը։ Եթե ոչ լրիվ, ապա շատ պայմաններով լավ օրինակ է անձրևը։ Անձրևը ձրիաբար առանց մարդու աշխատանքի չի կարող արգասավորել հողը եւ մարդու կարիքների համար անհրաժեշտ այգիները չեն կարող պատղաբերել։ Ուրեմն, թեև այս խոսքը Հիսուս Քրիստոսի այն ժամանակ ուղղվեց իր աշակերտներին եւ հետևորդներին, բայց վերաբերում է մեզ, վերաբերում է մեզանից հետո ամբողջ մարդկությանը։ Միշտ էլ եղել են մարդիկ, այսօր էլ կան եւ լինելու են, ովքեր կասկածամտորեն կամ թերահավատորեն պիտի հարցնեն, թե ով էր Հիսուսը, ինչու աշխարհ եկավ, ինչ առաքելություն ուներ, մինչդեռ Սուրբ Գիրքը, ավետարանները, առաքելական թղթերը մեզ համար բացահայտում են արարչագործությունից մինչև փրկagorցություն, Աստծո այդ նախախնամություն, Աստծո ծրագիրը եւ այդ նախախնամությամբ է, որ Աստված տեսնելով մարդու անկումը չկամեցավ մարդու հավիտենական կորուստը, այլ մարդուն հնարավորություն տվեց դարձի գալու ապաշխարելու եւ վերստին արժանանալու դրախտային այն կյանքին, այն փառքին, որի մեջ բնակվում էին մեր նախածնողները։ Եվ Աստված աշխարհ ուղարկեց իր միածին որդուն։ Այդ նախաբանը տալիս է Հովհաննես ավետարանիչը ասելով, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ նույնիսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատա չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Եվ Հիսուս աշխարհ եկավ, մեզ պատգամներ սովորեցրեց, մեզ պատվիրաններ տվեց, մեզ բուժեց եւ ցույց տվեց, որ դա է միակ իրական ճշմարիտ ճանապարհը վերստին Աստծո հետ միասին լինելու համար։ Եվ Հիսուս ծնվեց, աշխարհ եկավ հենց այն ժամանակ, երբ մարդկությունը բավական երկար ժամանակ մոռացել էր Աստծուն, մարդիկ հեռացել էին Աստծուց, իրենց կյանքը լցնելով մեղքերով, անօրենություններով եւ կռապաշտությամբ։ Այսինքն Աստծո այդ սերը մարդկանց կողմից վաստակված չէր, պարզապես Աստված արժանի տեսավ մարդկության այդ բոլոր անօրենությունները ծածկել սիրով։ Եվ պատահական չէ, որ Աստված իր բողոքը այդ բոլոր մեղսագործությունների դեմ մարդկության արտահայտեց բացառիկ կերպով։ Նա մեզ նվիրեց իր ամենաթանկը, իր ամենանպիրականը, Հիսուս Քրիստոսին, ում միշտ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։